Աղջիկներ ջան, մենք արդեն տանն ենք 3 տեսակ, տեղավորվել ենք, հանգստացել ենք, այս հանգիստը ասեմ, որ ոնց ասեմ, որ ինչ բառերով ասեմ, որ փոխանցեմ այն տպավորությունները, որ զգացել ենք, չքնաղ հանգիստ ունեցանք, որովհետև ճիշտ ասած մի քիչ պլանավորել ենք այլ տարբերակով, ավելի ճիշտ ես հենց այսպես էի պլանավորել, հենց սենց էի ուզում, որ ես ուզում եմ մի քիչ ավելի էլի բացահայտող լինի, ինչ-որ տեղեր գնանք, նայենք, բայց մենք նոր էինք եկել այդ ժամանակ Հայաստանից, երբ որ տոմսեր էր նայում դեպի հանգստյան վայր, թե ուր կգնանք, ուղղությունը դեռ չգիտենք, գոհա կգնանք, թե որ ուղղությամբ կգնանք, բայց ես ասացի, եթե ինչ-որ միտեղ գնալու ենք ու նորից պետք է ինքնաթիռ նստենք, ես կցանկանամ, որպեսզի լինի ծով և լինի ոչ թե տենց ակտիվ, ոնց որ միշտ գնում ենք հանգստանալու, այլ սենց միապաղաղ հանգիստ եմ ուզում, որ ոչ միտեղ չլինենք շտապելու։ Նույնը ուզում էր նաև Ալեքսը, ավելի շատ երևի Ալեքսը տվեց այդ միտքը, որ ինքը ծով է շատ ուզում գնա, ծովից ոչ միտեղ ուրիշ ոչ մի բան չէր ուզում։ Ես ասեցի, որ մտածում էր ինչ-որ ծովը համատեղենք ինչ-որ ակտիվիտիների հետ, ինչ-որ տեղեր գնանք բացահայտենք էլի մեզ համար, նամանավանդ Գոանել ունի հետաքրքիր փալասներ, ամրոցներ ունի, այդ պորտուգալական ժամանակաշրջանից մնացած, որ հիանալի է, շատ սիրուն են, մի խոսքով գնալու տեղեր կան, ու այդպես խոսեցինք, դեռ կոնկրետ տեղը չէինք որոշել, Ալեքսի քնեցնելու ժամն էր, տարա որպեսի քնեցնեմ, մոտավորապես մի ժամ, 2 ժամ տևում է, մինչև հետ վերադարձած, ես ասեց տոմսերը գնել եմ արդեն, մենք այս ինչ օրից այս ինչ օր գնում ենք Գոա, դե մի քիչ անսպասելի էր ինձ համար, բայց համ հաճելի էր, համ հետո մտածում էի ինչ որտեղ ենք գնում, մի խոսքով կուզենամ մնամ տանը։ Բայց դե ամեն ինչ արդեն գնված էր, ասեց մենակ այս անգամ ոնց որ հյուրանոցն եմ ընտրել, ոնց որ դու ու Ալեքսն եք ուզում, հյուրանոցը հենց ծովի ափին է, ոչ միտեղ հարկավոր չի լինի գնալ ծով գնալու համար, բայց նաև որոշ օրեր կլինեն, որ կգնանք ինչ-որ տեղեր բացահայտելու համար։ Բայց ասեց կոնկրետ ինչ-որ այդ տեղերը գնալու համար օրեր չեմ վերցրել ու տուրեր չեմ վերցրել, ուղղակի կգնանք այնտեղ կտեսնենք, թե ոնց կկարգավորենք, ոնց կկազմենք այդ ամեն ինչը, բայց նենց էր, որ Ջեսն էլ շատ հոգնած էր, գիտեք, գերհոգնած այս աշխատանքից, ամեն օր առավոտյան արթնանում է, գնում է գործի գալիս, ամեն դեպքում դասախոսի աշխատանքը բավականին դժվար աշխատանք է։ Գիտեք, դասախոսները ոչ միայն դասախոսում են, վերջին ժամանակներս երևի դասախոսների աշխատանքի մեջ նաև մտնում է լիքը բյուրոկրատական գործեր, թղթաբանական գործեր, որ այս արային լրացրային արա, ու մենակ այն չի էլի, որ իրանք գնում են դասախոսությունը կարդաց ու հետ եկավ, չէ, դրանից հետո լիքը թղթեր, լիքը գործողություններ պետք է անեն, համապատասխանեն այս մոդուլը, այն մոդուլը, խոսքով շատ անընդհատ աշխատում են դասախոսները, չմտածեք, որ դասախոսի աշխատանքը հեշտ աշխատանք է, ոչ, այս վերջին տարիների այս համակարգչային AI, չգիտեմ ամեն ինչը, որ ներամուծվում նաև իրենց աշխատանքի, եթե օրինակ, չգիտեմ, վաճառողը գնում է խանութ, իր աշխատանքը կատարում է, հետ է վերադառնում, այսինքն տանը էլ ոչ մի բան չի ունեն, չի անելու, վաճառողը գնաց խանութ, իր գործը արեց, հետ է վերադառնում, ապա դասախոսները, ուսուցիչները տենց չի, իրանք վերադառնում են, հետո աշխատում են տարբեր բաների, որ խորանան շատ բան կունենամ ասելու։ Ինչևէ հասկացաք, որ Ջեսս հոգնած էր, գերհոգնած էր, ու որոշեցինք այդպես, որ տեղում կորոշենք, թե ինչ ենք անելու։ Ճանապարհին այն մեքենան, որ եկել էր մեզ, իդեպ մեքենան հենց հյուրանոցը մի անգամից կապվեց մեզ հետ, ասեց, եթե ուզում եք, մենք կարող ենք մեքենա ուղարկել օդանավակայան, մենք բնականաբար համաձայնվեցինք, որպեսզի էլի այդպես Uber-ի հետ կապված ոչ մի խնդիրներ չունենանք, տաքսի կանչել անել ու շատ լավ արեցինք, որովհետև մենք օրինակ չգիտեինք, որ Բենգալորի մեր հեռախոսահամարները, մեր ինտերնետը Գոայում չի աշխատում, ինչպես ասեցի, Գոայում ունեն միայն մեկ հեռախոսակապ, ամբողջ Գոայի համար, ու մյուս նահանգների հեռախոսակապերը չեն աշխատում,
դու հասնում ես տեղ ու չունես ոչ մի կապ, ոչ մի ինտերնետ, այսինքն չենք կարող նաև Uber կանչենք ու այդպես ինչ որ մեզ ասենք տար այստեղից այնտեղ մնալու ենք փողոցում։ Ընկերներ ջան, մեքենան եկավ, մեզ տարավ, հասցրեց հյուրանոցում ու ճանապարհին էլ հասեց, ասեց նաև որ կազմակերպում է տուրեր, եթե ցանկանում եք, ասեք, բայց որոշեցինք, որ ոչ թե ասենք վաղը գնանք ինչ-որ տուրի կամ ինչ-որ մի բանի, մտածեցինք, որ նախ գնանք հյուրանոց ու հանգստանանք, հետո կորոշենք էլի, ոնց որ 10 օր դեռ ունենք, այդ 2-3 օր կհանգստանանք ու այդ ընթացքում էլ ռաշ չենք անել, չենք շտապի, ինչ-որ մի բան որ վերցնենք հիմա, պետք է ուրեմն եթե հանգստացած էլ չլինես, արդեն պայմանավորված ես, պետք է գնաս։ Տենց հեռախոսը համարը բնականաբար ունեինք, ասեցինք դե մենք կկապվենք այն օրը, որ ոնց որ պատրաստ ենք, նախապես կորոշենք, որ այսօր պատրաստ ենք, ուզում ենք գնանք այսինչ տեղը տուրի։ Սովորաբար մենք այդպես չենք անում, մենք միանգամից կարող է պայմանավորվենք արդեն հաջորդ օրվա համար կամ մեկ օր կթողենք որ հանգստանանք, երկրորդ օրվա համար միանգամից ենք մենք ամեն ինչ անում, այս անգամ ինքնստինքյան դասավորվում էր ոնց որ որոշեցինք, որ չէ, այս անգամ այդպես չենք անի, գնացինք հյուրանոցի համարում մի խոսքով, տեղավորվեցինք, դուրս եկանք այդ ծովի ափետ, ծովի ձայնը այնքան հիանալի էր, որ մտածում էինք դե լավ, վաղն էլ ժամանակ ունենք ու օրը նենց արագ էր անցնում, որ մտածում ես մենակ գնաս ծով, հետո հետ գաս, պետքա որ հոգնես, 2-3 օր հետո կհոգնես, բայց տենց չեղավ ընկերներ։ Վերջին օրը տեսակ երևի, թե որ ասեցի butterfly լողափներ այնտեղ, թիթեռների լողափներ, կարելի էր գնալ, ափսոս որ վերջին օրը իմացանք, երևի թե մեկ օր էլ որ լիներ, ամեն դեպքում կգնայինք դա էլ տեսնեինք, բայց ուրախ ենք նաև, որ ոչ միտեղ չենք գնացել։ Նախ որ հյուրանոցից դուրս էինք գալիս, այդ մեքենաների աղմուկը, այդ նեղ փողոցը, բան էլի քեզ ստիպում էր հետ վերադառնալ այդ քո փոքրիկ դրախտը, որ այդտեղ ունեիր։ Հիմա ինչ վերաբերվում է, ինչի եմ այսքան երկար մանրամասն պատմում, որովհետև աղջիկներից հարցնում էին ինչ արժի արդյոք թանկա Գոայում հանգստանալը։ Ես հիմա մանրամասն կասեմ, որովհետև Գոան իրականում եվրոպական դեստինեյշններից, եվրոպացիների կողմից ընտրվող լավագույն ծովափերից է կոչվում ու շատ եվրոպացիներ գալիս են հենց Գոա հանգստանալու։ Հայաստանից էլ մենք ունենք տուրեր, որ գալիս են հենց Գոա։ Գոան ունի երկու հատված, ոնց որ ունի հարավային եւ հյուսիսային։ Մենք գնացել ենք հյուսիսային հատվածը։ Հարավային հատվածում ավելի շոգ է լինում եղանակը, ջուրը ավելի տաք է լինում, բայց նաև շատ մարդիկ կան, այնպես է, որ լողափին կարող է իրար կողք պարկած լինեն, շատ ավելի շատ տուրիստներ են, մի խոսքով ավելի շատ են մարդիկ լինում, շատ սիրում են մարդիկ այդ հատվածը։ Հյուսիսային հատվածը, ինչպես տեսակ, այդքան շատ զարգացած չի, նոր է զարգանում ավելի ճիշտ, հարավային հատվածում ամեն ինչ խանութներն են ավելի շատ, ռեստորաններ ավելի շատ են, ավելի շատ մեծ տեսականի կա եւ այլն, դավարի մսով ռեստորաններ կային, այս հատվածում չկային, ես տարբեր մի քանի ռեստորաններ նայեցի, բայց դավարի միշտ չկար, իսկ Գոայի հարավային հատվածում հնարավոր կլինի գտնել։ Ինչ վերաբերվում է գներին, քանի որ մենք գնացել ենք հենց նոր տարվա հատվածում, գները շատ ավելի բարձր են, ոնց որ 2 էլ ավելի թանկ է, եթե այդ ժամանակահատվածն եք գնում։ Բնականաբար, եթե Եվրոպայից եք գնում, դուք էլ երևի թե այդ տոնական օրերին եք նախատեսում գնալ, ինքը մի քիչ ավելի թանկ է։ Հյուրանոցները կարող է ծովափից մի քիչ հեռու լինեն, մի քիչ ավելի էժան լինեն, բայց այդ ժամանակ էլ դուք պետք է որոշեք, որ դուք եք կանչելու ինչ-որ մի ձև գաք հասնեք։ Իսկ այսպես ծովափի ափին մենք 10 օրվա համար, այսինքն մենք եղել ենք այնտեղ ամսի դեկտեմբերի 25-ից հունվարի 3-ը և այդ օրերի համար վճարել ենք 68,000 ռուփի, որը համարժեք է լինում մոտավորապես 750 ամերիկյան դոլարի, 750-ից մի քիչ ավելի շատ, 760 ամերիկյան դոլարի չափ ենք վճարել այդ 10 օրերի համար, որի մեջ մտել է նաև մեր նախաճաշը։
նախաճաշին ունենք ցանկ, ընտրում ենք մի նախաճաշ ոնց որ թե ոչ թե ինչ ուզում ես, այլ դա տարբեր օրեր տարբեր բաներ ունեն, բայց ինքը ամբողջությամբ բավական էր, դրան շատ դու ի վիճակի էլ չէր լինի ուտել եւ նաեւ սուրճ կամ թեյ։ Օրինակ Ալեքսի համար դե սուրճ չի կարող ինքը խմել, ոչ էլ թեյ կարող էր խմել, մենք պատվիրում էինք բնական հյութ, որի համար վճարում էինք, բայց այդքան թանկ չի այդպես բաները, սնունդի առումով սնունդը բավականին մատչելի է։ Մեր հյուրանոցի տեղը ինչի էր այդքան լավը, ինչի էր հարմար, որովհետև ինչպես տեսակ, օրինակ կողքը հենց ալկոհոլային խանութ էր, որ գները շատ մատչելի էին։ Օրինակ, եթե մեր ռեստորանում հյուրանոցի ռեստորանում նույն այդտեղի հենց գարեջուրը, հնդկական գարեջուրը արժեր 220 ռուփի, խանութում նույն չափը, լրիվ նույն գարեջուրը արժեր 100 ռուփի, այսինքն օրվա ընթացքում եթե դու ավելի շատ ես ուզում, եթե ընթրիքի ժամանակ չի, ինչ-որ մի բան չի, կարող ես հանգիստ գնալ խանութ, մեծ հսկայական տեսականի ունեն ալկոհոլային խմիչքների կամ ցանկացած խմիչքների, զովացուցիչ ըմպելիքներ էլ ունեին, ջուրեր ունեին, եւ այդ ամեն ինչը գներ բերել քո համար, քո պատշգամբում վայելեր։ Մենք այդքանը այդ ձև շատ չէինք խմում բնականաբար, ես մի հատ վերցնում էր, օրվա ընթացքում էր մի հատ վերցնում, ռեստորանում էր վերցնում, տարբերությունը այդքան շատ չէ, որպեսզի պատկերացում կազմեք, մոտավորապես 100 ռուփին գալիս է $1.20, 220 ռուփին մոտապես $2.50, այդ կարգի է լինում 1 լիտրանոց շիշը։ Հյուրանոց տրամադրում էր նաև ջուր, ջուրը ամեն առավոտ տալիս էին 2 շիշ, 1 լիտրանոց շիշ էր ամեն շիշը, ջրի կարիք էլ չէր լինում գնելու, որովհետև դե ընթացքում հյութեր էինք վերցնում, բնական հյութերի գինը նույնիսկ չեմ իմանում, Ալեքսի համար անդադ բնական հյութեր էինք վերցնում, բայց այդտենց առանձին չենք վճարել, ուշադիր չեմ եղել, թե գները ինչքան էր։ Մնացած գները էլ ինչ ծախսեինք ունենում այնտեղ, օրվա երկրորդ կեսին բնականաբար, լանչի ժամին, ժամը 1-2-ի կողմերում, որ սոված անում էինք, մենք նախընտրում էինք այդ garlic butter նանը իրանց, որ շատ ենք հավանում, դա մեկ էլ երեխու համար ինչ-որ բնական հյութ, երկու հատը garlic նանը էլի 120 ռուփի արժեր, եթե չեմ սխալվում, այդքան էր, թե 140 գուցե արժեներ, մոտավորապես $1.60, երկու հատ կամ մի հատ նայած օր, որովհետև երկու հատը շատ էր լինում, մի հատը կարող է օր լիներ, քիչ լիներ, տարբեր օրեր դրա համար ոնց որ տարբեր էր լինում պահանջարկը, դա ենք օրվա ընթացքում վերցնում, բնական հյութ, մեկեջես կարող սուրճ վերցնել կամ գարեջուր վերցնել, ընդհանուր այդ մեր վերցրածը չէր գերազանցում այդ լանչի ժամը, $10, 5-ից $10 ամենաշատը, այդ արանքում էր լինում լանչի ժամին։ Ընթրիքի համար էլի տարբեր էր լինում, եթե մեր հենց ռեստորանում էինք վերցնում, մեր ռեստորանը քան որ ծովի ափին էր ամեն ինչ, մի քիչ ավելի թանկ էր, քան օրինակ հենց փողոց ենք անցնում, Ֆատումա էր ոնց որ թե այդ կնոջ պատմությունն էլ ձեզ արդեն ասեցի, որ բավականին երկար ժամանակ նախ փոքր սենց կրպակի նման ռեստորան ունենում, որտեղ վաճառում է թալիներ ոնց որ 30 ասեցին ռուփիով, հիշեք, հանդիպեցինք հոլանդացիների, ովքեր էլ էին եղել, այդպես հիշում էին այդ կնոջ պատմությունը, ով տարիների ընթացքում հետո այդ ռեստորանն էր հիմնել ու այդ տարածքի ամենահամեղ ռեստորաններից էր էլի, չնայած մեր ռեստորանում էլ անկեղծ գտնվեմ, շատ համեղ են պատրաստում, բայց ավելի մատչելի էր ամեն ինչ, ուղղակի ծովի ափին չէր, բայց ամեն դեպքում դու էլ 10 օրվա ընթացքում նույն տեղը, նույն ծովի ափին, նամանավանդ օրը անց էի կացնում ծովի ափին, հաճելի էր լինում նաև երեկոյան դուրս գալ, թեկուզ այդ փոքր փողոցը անցնել ու ուրիշ մարդկանց տեսնել, հանդիպել, հետները խոսել, մի խոսքով մարդկանց շփման շրջանակը ավելի լայն էր լինում այդպես մեր դեպքում։ Եվ հաճիկով դուրս ենք գալիս այդ Ֆատումայում ենք, եթե Ֆատումայում ենք ընտրում,
մաքսիմում վճարել ենք 2000 ռուփի ու ուտելիքը շատ է եղել, ոնց որ միշտ մնացել է ավել, 2000 ռուփի մոտավորապես $20-ից մի քիչ ավել է լինում, կգրեմ էլի այստեղ ամեն ինչը կփոխեմ։ Եթե մեր մոտի հյուրանոցի ռեստորանում ենք ընտրել 2400-ից 2400-ը ամենակիչն է եղել այդ 10 օրվա ընթացքում, որ վճարել ենք, մինչև 4000 ռուփի, ոնց որ կրկնակի է լինում, բայց դե հաճելի էր, երկու տեղն էլ հաճելի էր, խմիչքը, ընթրիքը, ամեն ինչը մեջը ներառված։ Գները չգիտեմ, սա կոնկրետ էլի նոր տարվա օրերին մի քիչ ավելի բարձր էին, թե սենց է լինում, չեմ իմա, բայց ինքը գտնում եմ, որ ծովի ափին շատ մատչելի է։ Գոան հայտնի է իր լողափերով։ Եթե հետաքրքրվեք, իսկապես հատկապես Գերմանիայից են շատ գալիս, եվրոպական շատ երկրներից գալիս են Գոա հենց լողափերի համար, ինչպես նաև Անգլիայից են բնականաբար շատերը գալիս, լողափերը ուղղակի հիասքանչ են, որովհետև տեսակ քարչի բացարձակ, մանր ավազա, ջուրը տաք, ինքը շոկ չի, հենց ձմեռվա սեզոնը նրանով է լավ, որ շոկ չի, տոտ չի ու հաճելի կարողանում ես հանգիստդ կազմակերպել։ Ընկերներ ջան, հուսով եմ ձեր հարցերին պատասխանեցի։ Այստեղից ինքնաթիռով ենք գնացել, այստեղից չեմ հիշում տոմսերը, չես ինչ արժեին, եթե ազնիվ գտնվեմ, եթե հետաքրքրում է նաև տոմսերը, թե այստեղից ինչքան վճարեցինք, կարող եք գրել, ես կհարցնեմ մեկնաբանություններում դաշտում կպատասխանեմ ձեզ, որ անկեղծ գտնվեմ, առանցին այդպես չեմ էլ հարցրել, թե ինքնաթիռի տոմսերը ինչ արժեն։ Դե բնականաբար ձեր երկրներից կախված կլինի, թե որ երկրից եք գալու։ Խորհուրդ կտամ, որ եթե գնում եք, անպայման գնաք հյուսիսային հատվածը, դե անպայմանը որն է, եթե սիրում եք, որ ավելի շատ են մարդիկ լինում, ավելի կարելի ասել ավելի ուրախ է լինում կամ ավելի զվարթ է լինում, բայց այդ օրինակ հյուսիսային ափին էլ ամեն հյուրանոց իր երգիչը ունի, երեկոները կազմակերպում են, կողքի այդպես տարբեր պրոգրամաներ են ունենում, տարբեր ծրագրեր են ունենում, նույնիսկ եթե ձեր հյուրանոցի այդ օրվա, ասենք մի քանի օր մնացել եք ու ուզում եք մեկ ուրիշ բան տեսնեք, ուրիշ երգիչ լինի կամ ուրիշ նախասիրություններ ունեք, մի խոսքով կգտնեք ձեզ համապատասխան նախասիրությունները։ Այսքան ընկերներ ջան, շատ հանգիստ եղավ մեր հանգիստը ու շատ գոհ ենք, բոլորս վերադարձել ենք երջանիկ ժպիտներով, բայց ես ինչքան ուրախ եմ, որ սենց հանգիստ, պասիվ հանգիստ ընտրեցինք ու ոչ թե ակտիվ հանգիստ ընտրեցինք, ինչ ենք մտածում ենք գուցե նորից կվերադառնանք Գոա ինչ-որ մի օր, որպեսզի հենց այդ ամրոցները գնանք տեսնենք, ամեն դեպքում հաճելի կլինի տեսնելը, էլի երևի թե եթե հնարավորություն ունենանք, այսպես մի քիչ շատ երկար ժամանակով, 10, նույնիսկ 15 օրով կարելի է գնալ, կամ եթե այստեղ էլ չլինենք, Հնդկաստանում չապրենք, չլինենք ու ապրել ունենք Բելգիայում, որ ավելի շատ ժամանակ կունենանք այդպես, կարելի է գուցե նաև մեկ ամսով գալ հենց Գոա ու Գոայում այդպես լավ հանգստանալ ձմռան, հատկապես ձմռան սեզոնին, որ շուրջ բոլորներս ձմեռ կլինի, բայց Ալեքսի դպրոցը սենց խոսում եմ, ասում եմ, երազում եմ, բայց ձմռանը դպրոցները բաց են, այդքան երկար արձակուրդներ չենք ունենում, ինչքան է, էլի ամսի 25-ից մինչև ամսի 5-6-ը, շատ երկար չեն լինում, դե ինչև էլի 10 օրվա համար կարելի կլինի, մի անգամից նստում ես Բելգիայից դեպի երևի թե կլինի այստեղ, Բանգլորի օդանավակայանից էլ, Գոյի օդանավակայան, խոսքում մի քիչ երկար, բայց դե հնարավոր կլինի, այդպես ակտիվ ինչ-որ մի բան կարելի կլինի կազմակերպել։ Այս ես ոնց որ մի անգամից անցա հետագա մեր կյանքի փուլին ու դեռ չգիտենք ինչպես է, չէ՞, մարդ պլանավորում է, Աստված ռուսական մի հատ լավ խոսք կա ասացված, ասում է «Мы предполагаем, Бог располагает», մենք ենթադրում ենք, Աստված ամեն ինչ կարգավորում է։ Մեր ծրագրերը մի քիչ կարող է այլ լինեն։ Այդքան ընկերներ ջան, ես ձեր հարցերին պատասխանեցի, եթե էլի հարցեր մնացին,
Խնդրում եմ ասեք, ես ձեզ սիրով կպատասխանեմ, իսկ հիմա վազում ենք խանութներով մեր գործերով։ Ես առավոտ շուտ ճանապարհ եմ ընկնում, մեզ մոտ 3 գիշերն ենք եկել, տանը ոչինչ չկար։ Ժամը առավոտ շուտ ասելով ժամը 10-ն է արդեն, մինչև ամեն ինչ կարգի բերեցի, մի փոքր տունը։ Հիմա վազում եմ նախաճաշի համար, այսօր հյուր ենք հրավիրված երեկոյան, նոր տարի նշելու, քան որ ստեղ չենք, ոնց որ մի քիչ ուշ ենք նշում միասին։ Ալկոհոլի խանութ պետք է գնամ, այդ ներքևում է լինում, բայց կարող է ճանապարհին տեսնենք գնալուց վերցնենք, որովհետև գուցե եւ չհասցնեմ առանձին այդպես գնամ, վերևում էլ ինչ-որ միտեղ կա, կտեսնենք էլի ճանապարհին, եթե լինի, ավելի լավ է ճանապարհին գնալուց կվերցնենք։ Ու արագ չքի հարցերը լուծեմ։ Տեսնես ինչի ունեն, որ վաղից բերի կանցնեմ փողոցը նայենք։ Ոնց որ իրանց շորտան, հա տենց բաներ են։ Սրանք դրան շորեր են, շորեր։ Ստոպրակներ շուկայի, ինչ ասի, 100 ռուպի, ոնց որ ամեն 100 ռուպի աստեղ։ Լավ սենց նստելու համար բարձր, աթոռների համար։ Են տոպրակը սիրում է, հետ ծանր կլինի։ Ոնց գնամ են կողմ երեխեք։ Ձեռագործ տոպրակներ են սրանք ոնց որ։ Բայց մեկը ծանր կլինի շուկա գնալուց։ Ստեղ ինչ իրենց պարտիկ բաներ Պումայի զնակով։ Ինը 500 ռուպի արժեն։ Սրավորակը վատը չի, ստապ Adidas-ը։ Բայց ներքևները նեղ է իջնում։ Իրանք հագնում են սենց ներքևները նեղ։ Օրինակ ջեսը չգիտեմ կհագնի թե չէ։ Ոնց որ հիմա էլ այդքան մոդա չի ներքևները, որ նեղ է լինում։ Չգիտեմ, իսկական Adidas-ներ են, թե չէ 350 ռուպի արժեն սրանք։ Այստեղ Adidas-ի ու Puma, Nike հենց ֆիրմաների բլուզկաներն են ամառային, օրիգինալներն են դեր։ Գները շատ լավն են, ընկերներ ճիշտ ասած։ Այս չգիտեմ ինչու այս Rare Rabbit Ferrari ունեն, ինչ-որ Puma սենց ժակետներ, հուդիներ։ Փոխվող մարդիկ ունեն կլիքը։ Տեսնես երեխու համար ինչ-որ բան կա։ Ես վերջապես վերադարձա։ Չափերի համար մի քիչ կասկածում էի, այնտեղ չնայած ասեց կարաս բերես փոխի, 250 ռուպի արժեր սա ընդամենը։ 6-7 տարեկանի համար եմ վերցրել։ Հələ փորձի բալ, եթե հակովդ լինում եմ 2 հատ եմ վերցնեմ, կապրաս փոխրացել են երեխու շարժանները։ Are these like knee pants? Knickerbockers? Are they knickerbockers? Yeah, very good. Good size. This is very good size. And also I found the blue one, you see? You wanted the blue, right? This is my favorite. I'm going to look good in this. I wasn't sure though about the size. No? I spoke with a guy and he said if because I wasn't sure about the size, he said you can bring and change, but I think it will be fine. Yeah, it's good size, that one. Nothing for you. No, for women they didn't have anything like but they had like hoodies and Look so. at that.
Ջեսի համար էս մայկան վերցրի, Under Armour, ինքը սիրում է, We leave Under that. Armour-ը։ You want to try or not and to see if Well, it yeah, is I will. fitting you? They had so many types, I just don't know. It's a medium, it should fit. Yeah. What is this for? Էդի դորթի համար եմ սարքելու, որ դորթիկ սարքեմ։ Ընկերներ ջան։ Ալեքս մի հատ էսի այն մեկը կաղա մեծը պիտի վերցնի ուրեմն։ Մեկը մի քիչ մեծ եմ վերցրել, մեկը մի քիչ փոքր։ Էս մեր մի հատ էսի հակի Jelly or cake? for the cake։ For the jelly. Jelly cake եմ սարքելու այսօր քո դադի համար։ Մի հատ էսի հակի տեսնեմ էսի գնա։ Yeah, very nice, lovely։ Me? Don't one size bigger I have to take, honey, I can change it. Honey. Not What? need? One size bigger I can No, take. no. No, it's a good size. Maybe one size bigger. What size is it? For 7 years old. We just cut the ticket off it, huh? You took it? He asked me. Okay. Let me see. Okay, Mama. well, it's 7 late. years old. It's late Oh, then. hold on, Okay. Hold on. That's fine. It's fine. Okay. Yeah. Fine. I have to go in my underwear. Ես եկա գնումներս բերեցին ապրեն իրանք, այստեղից վերցրել էի այս երկարացման շնուրը, որովհետև մերը հիշում եք, չէ, փչացել էր, պատվիրել էինք մի հատ ու ինքը perfect է, լարի տեսնեմ, բալես։ Շալվարն էլ է շատ perfect, հն էսի էլ է, լավ էս կարել էր մի քիչ մեծ վերցնել, որ մի քիչ շատ հագներ, բայց քանի որ կտրեցիր, ոչինչ լավ։ Չէ, ասում ընկերներ ջան, սրանց էի պատմում, պատվիրել էինք կարճեր, նորը վերցրի, այս առանձին է այս բաները միանում, հուսամ շուտ չի փչանա, արժեքը 680 ռուբլի, ոնց որ թե հեսա տեսեք, 630 զղջով ախանդ վաճառել, ապրեն իրանք, ձեթս էր վերջացել, ձեթ եմ վերցրել, այս ճաշերի համար ձիթապտխի ձեթ է, այս էլ էր զղջ, էլի լավ է, այս ինչ է, items, ինչ, այս որտեղ էր բարե, Here. free items, հա, free items, բրինձ ա դրել ինձ համար այս տղան, այս բրինձից ա դրել, ապրի ինքը, երևի դրա համար ա դրել, այստեղ լոլիկ եմ վերցրել, այս գրկինցներն եմ վերցրել, Ջեսն ու Ալեքսն են շատ սիրում գրկինց, ես այդքան շատ չեմ սիրում, որովհետև մեջը քաղցրահամ են սրանք լինում ու ոնց որ մեր իմացած մեր բանը չի էլի, ոնց որ մեր թթվարունքները չի, հա սրանցից վերցրի, որ մեկը հետը վաղը չենք հասցնելու այսօր, հյուր ենք գնալու ու մինչև իրանց մոտից կանք, չեմ կարծում, որ կարենամ երեխա համար ինչ-որ բաներ սարքեմ, հեսա նախաճաշի հարցեր անեմ ու շուտ պատրաստվենք, որ դուրս գանք, դրա համար այս անգամ այս սրանցից եմ վերցրել, այստեղ յոգա մյուզլի եմ վերցրել, յոգա բար մյուզլի, ինքան լավ ջես բան էր հաճույքով ջեսն էլ Ալեքսն էլ կերան, դրա համար վերցրի, սովորաբար սիրում եմ, որ ես եմ անում մեր մյուզլիները, բայց դե այս անգամ վերցրի, գազար, այս պեչենիներից ուզում եմ ժելեյով մուզ տորտ սարքեմ, դրա համար եմ վերցրել, այստեղ Այս ինչ էր անունը, dragon fruit, մածուն, սոխ մի քանի հատ վերցրի, չգիտեմ տանը ունենք թե չէ, բայց թող լինի, եթե չունենք, կարտոֆիլ, բանան եմ վերցրել, ծաղկակաղամբ, այս գազարները, ստեղի գազարներն են, ցած երկար, կարմիր ու բարակ, ասում են շատ համեղ է, ես ոչ մի անգամ չեմ փորձել, դրա համար մի քանի հատ ցենց եմ վերցրել, մի քանի հատ էլ մեր սովորական գազարներից եմ վերցրել, ես մի քիչ շատ բարակ է, չգիտեմ էլ ինչքանով հարմար կլինի Oh my god, բանանը, this can be տեսնում ես, like a shot. ում սովը, հա, սուր ոնց որ լինի, թուր, վերմիշել, ասեցի, վարում, պամիդորը, հա, երևի թե, ես էլ բանի համար եմ վերցրել, սա համպլավների համար, որ լավ չափաբաժին է անում, սիրուն բրնձով պլավը, օրինակ, ձևավորելու համար,
ուտելիքները ընթրիքը մի խոսքով ձևավորելու համար լավ է լինում, այս փոքր չափը վերցրել եմ, որ Ալեքսին տորթի համար, եթե պետք լինի կտրեմ ինչ-որ բան, այս չափը կմտնի իր բանի մեջ, սենդվիչներ բան կարելի է սարքել սենց, Ալեքսի, ինչ է անունը, լանչ բոքսի մեջ ընկերներ, այսքանը արագ վերջացնում եմ շուշուտ ընթրիքի, չէ, ձուել եմ վերցրել, ուրամ ստոպ, այստեղից հացնա, որ հետս վերել է, այդ տղան ինձ շուտ էր հասել, ելակ եմ վերցրել, շատ լավ ելակ ունեին, 2 տուփ, սալվանան որպեսի հյուրասիրեմ, սպասիբա չընկնի հանկարծ կոտրվի, կիվի, կաթ, սպասիբա ես յոգուրտ եմ վերցրել 3 հատ և ձունա այստեղ, ապաս, վերջել բան չկա, մաման Ալեքսը sunny side up ձույ է ուզում, աչք, լազոկ, sunny side up ես ուզում, գետես մենք հայերեն ոնց ենք ասում է դրան, որ գնաս տատին ասես, ասա գլազոկ եմ ուզում տատի, կամ աչք, անցագործ, հա ու տորթի համար բանը, ժելատին ընկերներ ջան, ժելատին եմ վերցրել, գիտեմ ինչքանով է լավ է, առաջին անգամ եմ իրանց այս ժելատինով բան պատրաստելու, այսքանը ընդհանուր վճարել եմ 3500 դրամ, ուրա, չկա կտրում է, դե բրինձին էլ անվճար էին տվել, կտրումը չեմ կտրում, 3100 եկեք ասեմ, երևի մոտավորապես այդքան էր, այս ամենը իրար հետ, ներքևում կգրեմ թե ինչքան կա Գնում ենք հյուր, ընթրիքի ենք հրավիրված, Ալեքսը ոնց արեցի շորերը չփոխեց, ես շալվար հագնի, ասում է չէ ես նորա ես եմ ուզում հագնեմ, մեր մեքենան պիտի որ այստեղ լինի, չգիտեմ Arrives in 6 minutes. Okay, we will wait for him 6 րոպեից մեր գալիակ, սպասենք իրան, ինչ ասեմ Սպասենք մինչև գա մեքենան, ինչ ասեմ Որ չալարեմ կգնամ այն 6 րոպե կա, կհասցնել Մի հատ էլ շալվար կուզենայի վերցնեի Ալեքսի համար, շատ լավ է չափը Չափի համար եմ ինչ կասկածում, բայց ընտիր եղավ չափը 6-ից 7 տարեկանի համար Եթե վաղը ստեղ լինեն, վաղն եմ կգնամ առավոտյան Nice. Looks new. No, yeah With Daddy. No, let daddy to go and just գնաց ալկոհոլ ընտրի, գինի Փաստորեն շատ հեռու չի, այս էլ է MRP outlet, այս էլ է outlet-ը փաստորեն Տեղը իմանանք, տեսեք մեր մոտից շատ հեռու չի, ոտքով կարող եմ գալ ես Այսինքն եթե գարեջուրը հարկավոր ճաշի համար, ինչ-որ ճաշ եմ պատրաստում, որտեղ գարան միսը օրինակ գարեջուրով եթե ուզում եմ պատրաստել կարելի է քալելով գալ ստեղ, նույնիսկ վերցնել ու գնալ I can walk fun and today and here and then Իսկ դու կգաս? So not go. Քեզ ով ասեց, որ մեր չարջերը բերես? In case any of the phones die. Ավելի լավ, որ քո ֆոնը օրինակ դայանի Այսօր մենք շատ զբաղված ենք, ամբողջ օրը գործերով եմ ընկել Ալեքսը ինչ է արել? Երանության մեջը Վաղը երևի թե կորի ես Հեն Ալեքս? Ես երևի կորի վաղը Քո 5 րոպեն այնքան երկար տևեց այսօր Սեկավ The rosé was more expensive than the red wine. Yeah. Մենք ժամանել ենք մեր ընկերների շենք Ստեղ թեմպլել ունեն Շենքի թեմպլն է Հետաքրքիր է չէ հնդկական շքամուտքում լինեն դե կոշկներ իրանք միշտ դրսում են թողնում Stuff to get on that door. Այս ստիստիկայի նշանն է Interesting. Գնանք 06. Մարկա իրա դուրը սենց բան անում Փակում է էլի երկաթով Որ ապահով լինի Shoot, we're going the wrong way. It's down that way.
It's on this side down that way. Այս Down the other way. Այս դուրներն է, ինչ որ բաներ կան։ Մինչ գնալներես ես լրիվ մոռացել էի, որ իրենք ունեն փիսիկ, Ալեքսին չէի զգուշացրել, բայց ամեն դեպքում Ալեքսը մի լավ խաղաց, ընկերացան փիսիկի հետ, ամբողջ օրը խաղացին, կարելի է ասել, ամբողջ երեկոն։ Այնքան լավ խաղացին, որ վերջում փիսիկը մի հատ լավ չանչով անցկացրեց թուշիկի վրայով։ Ճիշտ է, շատ բան չէր եղել, թեթևակի չանչի տեղներ եղել, թեթևակի էր կերծել, բայց ամեն դեպքում մի փոքր մամայում անհանգստանում էի, բայց փիսիկը անցել էր բոլոր պատվաստումները ու ամեն դեպքում տնային կատու է, դրա համար մի փոքր հանգիստ եմ։ Ես էլ մի փոքր վաղկոտ մամա արագ-արագ մշակեցի, համ յոդով եմ մշակել, համ դետոլով եմ մշակել, հուսամ, որ ոչ մի խնդիր չի լինի հետագայում։ Ու քանի որ վաղը ամուսնուս ծննդյան օրն է, իհարկե չգիտեմ էլ թե ինչպես են մեր ընկերները իմացել, բայց իմացել են այդ մասին եւ շատ գեղեցիկ տորթ են պատվիրել, որպեսզի միասին նշենք։ Birthday to you. Happy birthday dear papa. Happy birthday to you. Is that going out now? Yes. Alex, you join Bravo.